Այսօր մենք կքննարկենք Չեմպիոններ լիգայի 3-րդ տուրի խաղը։ Բարսելոնա Օլիմպիակոս գնացինք։ Բարսելոնան ջախջախեց, կոտրեց, չորեց Օլիմպիակոսին 6-1 հաշվով։ Հիմա այսօր մենք կքննարկենք եւ կհասկանանք ում շնորհիվ դա եղավ, կարմիր քարտը օգնեց Բարսելոնային թե ոչ։ Գնացինք։ Կսկսենք առաջին թայմից, հիմա ես դες կասեմ ստարտովի սաստավը։ Վրատար Վոյցեխ Շենսնի, պաշտպանական դուո Էրիկ Գարսիա եւ Կուբարսի, Ձախից Բալդե, Աչից Ժուլ Կունդե։ Центральный полузащитник Марк Касадо Педри, атакующий полузащитник Фермին Լոպես, Ձախից Դրո Ֆերնանդես, Աչից Յամալ, հարձակվող Ռեշֆորդ։ Ոնց տեսածքում առաջին թայմի առաջին 15 րոպեն մենք սկսում ենք շատ ակտիվ ու հետո մի քիչ թույլ ենք դառնում ենք ավելի ուեզերի մի 7 րոպեին Ֆերմին Լոպեզը հաշիվը բացում է 1-0 Ֆերմին Լոպեսին պաս են տալի նա փորձում է կանգնացնել գնդակը, կանգնացնում է, առաջ է վազում, Յամալին է թողում գնդակը, Յամալը ինչ-որ ֆինտ ու ֆլուշկեք անում, բայց ուդար չի անում, հետո գնդակը կտայս է Ֆերմին, իսկ Ֆերմինը ձախով գոլ է խփում, արդեն sense ասած պաշտպանված վարորդներին, որտեվ մի 5 հոգի մենակ վարորդների մեջ էր պաշտպաններից, պես կոմենտարը։ Ֆերմին Լոպեսը խփում է 1-0 եւ անցնում է մի քանի րոպե, մենք էլի դոմինացիա ենք անում Բայց ինչ-որ մի պահից հետո Բարսան թուլացավ ու սկսեց Օլիմպիակոսը ավելի սենց զաժիմատ անել։ Մի քանի պահ կար, որ շատ վտանգավոր էր, Օլիմպիակոսը կարող էր գոլ խփել։ Դիմացանք Օլիմպիակոսի Նացեսկին ու կարողացանք խփել երկրորդ գնդակը։ Դրո Ֆերնանդեսը ձախում գնդակ է ստանում, անցում է դեպի ավելի շատ ցենտր ու պասը տալի Ֆերմին Լոպեզի, Ֆերմին Լոպեզը 1-1 է մնում եւ գեղեցիկ ձախ ոտքով հարվածում է ձախ ձիվյատկա 2-0 ու այդքանով առաջին թայմը ավարտվում է 2-0 հաշվով գնում ենք Պերերիվի հիմա տեսնենք երկրորդ թայմը ինչ եղավ երկրորդ թայմը միանգամից մեր համար շատ ված սկսեց որտեվ Օլիմպիակոսը էլի սկսեց իր Նադյեսկը ու կարողացավ գոլ խփել գոլը շատ ստրան էր вообще սկզբում գոլը խփեցին հենց խաղից հետո Էրիկ Գարսիայի մոտ ձեռ տեսան ու գնացին պենալ դրեցին ես ոչ թե բես կոմենտարիվ ես գիտեի եթե գոլը խփել են էլի իմաստը ստոպ տալու խաղը բայց ոնց հասկացա սուդյան ուրիշ բաներ ուներ անելու էլի մեծ պենալտի ինչպես միշտ գոլ են խփում ու ես ում եմ հասկանամ вообще ինչա անում Էրիկ Գարսիան խաղի ընթացքում գնդակը падա չեն անում հա կպավ ձեռին օքեյ ելնում է 1-1 բան չեմ ասում բայց ինքը խիա ֆռում ու սկսում սուդիայի հետ խոսալ երբ որ հələ խաղը չի ավարտվել նու դուրս չի եկել գնդակը դաշտից ու դրա պատճառով մեծ գոլ են խփում պրոստը без կոմենտարիև բայց լավ դա հիմա մի հատիկ սխալ հետո հենց մեծ գոլ են խփում ԽԶ-ն իհարկե ԽԶ վազում առաջ ու Կասադոն իրան գրկում է ասում է բռացիկ զգուշ չկոդրվես ու ԽԶ-ն ձեռով տալիս է Կասադոյի բեյնին իմ կարծիքով երկուսն է դեղին էր Կասադոյին է պետքա դեղին տային որտեվ Կասադոն էլ էր բռնել այսինքն ամեն մեկին դեղին բայց որ ԽԶ-ի մոտ մի հատ է դեղին կար իրան կարմիր Դրո Ֆերնանդեսի փոխային մտնում է Դե Յոնգը գնում է атакующий полузащитник, իսկ Ֆերմինը գնում է ձախ ուգլ հարձակման։ Ռեշֆորդը պենալտի վաստակում ու ես դա ահոր ձևի ներվանացա Յամալի պահվածքից Լյուբոյ իրան հարգող թմակից իմ կարծիքով այդ պենալը կտար Ֆերմինին, որտեվ Ֆերմինը իր առաջին խետրիկը կարող խփել իր կարիերայում ու կապ չունի որ ինքը խփել է, ասենք բա որ չխփեր, այդ շատ կարևոր է Ֆերմինի համար, որտեղ ինքը սենց ասած անցած սեզոն զապասնոյ խաղացող էր, բայց հիմա ինքը ցույց է տալի, որ զապասնոյ չի։ Այսինքն դու կասես Տասյան այդ մի հատիկ պենալից գոլը ու քո վրա թագ դնելը դա այդքան կարևոր չի, ինչքան քո ընկերը, որ ինքը իր նպատակին հասնի, խետրիկ խփի, դա վերջի ոչ բոլորը կարան անեն։ Իմ կարծիքով Յամալը շատ վատ պահեց իրան այդ պահում, որտեղ չտվեց գնդակը Ֆերմինին իմ համար դա շատ անընդունելի է ու ինչպես ասում են բոլոր խաղացողները ու ֆլիկը էգոն թմին փչացնում է ու Յամալը ինչքան է իթում է ոսկե գնդակի հետևից այդքան խաղը չի որ ինքը պետքա ցույց տա ու երբ որ Ռունի բաբլտին մտնում է խաղ ու Յամալից լավ է դրիբլինգում դա մի բան պիտի հուշի որ արդեն մի բան նիտո է որտեվ չի կարելի այդպես վատ խաղալ իմ համար ինքը իր մի հատ գոլ արեց ու մի հատ ասիստ դա ոչ իր զասլուգան էր, այլ զասլուգան էր Ֆերմինի ու
Ռեշվորդի Ֆերմին դե գոլը ինքը խփեց, Ռեշվորդն է պենալը վաստակեց։ Իմ կարծիքով, եթե ես էլ էի ամալ տեղը, ես անպայման կտայի Ֆերմինին, որտեվ ես հասկանում եմ, այդ մի գոլը կարա ինձ ինչ-որ բան տա, բայց եթե դու ուզում ես, որ դու թմով ինչ-որ բանի հասնեք, ոչ թե դու մենակ, դու պետքա օգնես քո թմակիցներին, որ իրանք ուվերենի լինեն իրանց ուժերին։ Իմ կարծիքով այդպես է, չգիտեմ, եթե ձեր կարծիքը կարող եք գրել կոմենտներում։ Յամալը խփում է, իր կառոնան կողում է գլուխը, տամ իր բեյնին է։ Ալդեն ցախ ֆլանգով смотался Ռեշվորդին, Ռեշվորդը պրոստը Ռոնալդինյոյի ձևով տշում է բլիժնի ուգլ, без կոմենտարիև 4-1 արդեն։ Հետո մտնում է Ռոնալդ Արաուխոն Կունդեի փոխանք, Արաուխոն գրում է ցենտր, Էրիկ Գարսիան աջ, մտնում է Մարտինը, Դավիթը Բալդեի փոխանք ու մտնում է Բաբլտին Յամալի փոխանք։ Ու միանգամից Բաբլտին ցույց տալի իր էլաստիկոն, պրոստը կոնֆետը չկա, այսինքն հիանալի էր, շատ սիրուն էր։ Հետո ցբխվելով ինչ որ յանել ձևով պաս է տալի, պրոստը ասենց մեռնելով, ցբխվելով Պասա տալի Ֆերմին Լոպեսը պրոստը ծակում է վարորդների 5-1, Ֆերմին Լոպեսը խետրիկ է խփում, պրոստը զալատոյ մալչիկ, այդ է զալատոյ մալչիկ, ինքը բոլորին ապացուցեց, որ ինքը ասնամնոյ խաղացող է, իր պրեսինգը, իր ամեն ինչ շատ լավ էր աշխատում, շատ ուրախ ենք, որ ինքը չգնաց Չելսի, պրոստը մենք կարանք զալատոյ մալչիկ գործնենք Ֆերմին ջան, без կոմենտարիև։ Հետո Պետրին գեղեցիկ պասա տալի Ռեշվորդը ընդունում է ու բանից դուրս, հասկացաք էլի, հարված անում բլիժնի ուգր ու կոդրում է ուղակի, շատ գեղեցիկ էր ու հետո մի քիչ Պետրին հանգիստ են տալի, բայց ճիշտ ասեմ, ես կնախընտրեի, որ Պետրին մի քիչ ավելի շատ հանգիստ տային, որտեվ շատ է խաղում, էդի շատ վատ է, Դելա Ֆուենտեն է բզն բեյնին, արա գնա Հեսա Վրաստանի դեմ դնելու է Պետրին ստարտերի սաստավ 120 րոպե խաղա, Դավիթ։ Ինչ ասեմ, Ֆերմին մաշին է, Յամալին մի քիչ պիտի գլխին բզեց, որ ինքը սկսի հասկանա, որ ինքը պիտի խաղա, ոչ թե հեշտությամբ զբաղվի։ Այսքան կարդանք մեր վիդեոն, չունեք լայք դեն, բաժան թվերից, եթե ես գագոն, Բարսելոնան ջախջախեց, կոդրեց, պակա, 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 պակա։